Մինչև գերտերությունների ղեկավարները ուղիներ են փնտրում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար, քաղաքագետներն ու վերլուծաբանները հաշվարկներ են կատարում, թե պատերազմի հնարավոր դադարեցումից հետո ինչ իրավիճակում կհայտնվի Հարավային Կովկասը։ Քաղաքագետ Արմեն Բադալյանը հնարավոր սցենարներից մեկն է ներկայացնում։ Եթե Ռուսաստանը գերհաղթանակով դուրս եկավ պատերազմում, գերազդեցություն կունենա Հարավային Կովկասի երկրների վրա։ Եթե նա հասավ միջև Դնեպրի ձախապը ամբողջովին վերցեց, գումարած Նիկոլայ եւ Օդեսայի մարզերը վերցեց, դա Ռուսաստանի համար գերհաղթանակ կլինի։ Եթե թույլ հաղթանակ է տանում, այս գործընթացները Հարավային Կովկասում կարող է եւ այդքան մեծ փոփոխությունների չի ենթարկվեն։ Քաղաքագետը սակայն չի կարծում, թե բանակցային գործընթացում Ուկրաինայի պարտության դեպքում օրինակ Եվրամիությունը կհրաժարվի ազդեցությունը թույլատրել Հարավային Կովկասում, զիջելով այն Ռուսաստանին։ Եթե Եվրամիությունը էապես նորից աջակցի Հարավային Կովկասի երկրներին ընդդեմ Ռուսաստանի, չնայած Ռուսաստանի տոտալ հաղթանակին, դա ուրիշ գործընթաց կբերի, որովհետև Հարավային Կովկասը դա մեծ տուրանական աշխարհ է, մեծ միջանցքի դեպի կենտրոնական Ասիա դուրս եկող միջանցքի կարևորագույն բաղադրիչն է, իսկ Եվրամիությունը ունի մեծ ռեսուրսներ է ներդրել կենտրոնական Ասիա երկրներում եւ բնականաբար հենց այնպես ինքը չի զիջել, այսինքն այնտեղի անգամ խոշոր պարտություն այստեղ չի ենթադրում ավտոմատ ձևի ռուսական դիրքերի աբարապանցում։ Պատմությունն է ցույց տվել Ռուսաստանի եւ Արևմուտքի առճակատման դեպքում հանգուցալուծումը փոխզիջումային տարբերակն է դառնում։ Մի տարածաշրջանը Ռուսաստանին է բաժին հասնում, կոնֆլիկտային հանգուցալուծումից հետո տարածաշրջանի ինչ-որ մի հատված էլ Արևմուտքին։ Հաճախ փոխզիջումը լինում է այն, որ այս տարածաշրջանը քեզ փոխարենը մյուսը մեզ։ Չի բացառվում, որ Արևմուտք օրինակ Ռուսաստանին ինչ որ զիջումների գնա Ուկրաինայի հարցում փոխարենը պահանջի, որ Ռուսաստանը մեկ արմիշտ հրաժարվի օրինակ Հարավային Կովկասին։ Կամ հակառակը, որ Ռուսաստանից տիպի Ուկրաինային իր պահանջներից հրաժարվել, փոխարենը խոստանալով, որ Հարավային Կովկասը ամբողջովին վերադարձնում է Ռուսաստանի ազդեցության կողմից։ Հիմա ըստ քաղաքագետ Բաղդասարյանի պայքարը Հարավային Կովկասում շարունակվում է եւ իրավիճակի փոփոխությունների նախաձեռնությունը Արևմուտքի ձեռքում է։ Միացյալ Նահանգները իր TRIP ծրագրով հավաքական Արևմուտքի այդ միջին միջանցքով շատ հստակ, շատ ակտիվ մեծացրել է պայքարը Հարավային Կովկասի համար եւ առայժմ նախաձեռնությունը իր կողմն է, որտեղ Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում թուլանում են։ Այստեղ ըստ վերլուծաբան քաղաքագետների կարևոր է նաեւ Իրանի դերը։ Կկարողանա միայնակ պայքարել Արևմուտքի Իսրայելի դեմ։ Իրանը կփորձի դիմադրել, կարծում եմ, Արևմուտքի ուղղակի ներթափանցմանը, բայց միայնակ առանց Ռուսաստանի գործուն աջակցության շանսեր չունի։ Կլինի ռուս-իրանական դաշինք ընդդեմ Թուրքիա Եվրամիության, դա ուրիշ զարգացում կլինի։ Գիտեք խնդիրը որն է։ Անորոշ վիճակ է։ Այսինքն Թուրքիան, Ադրբեջանը, տարածաշրջանային մյուս խաղացողները սպասում են, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում։ Քաղաքագետ վերլուծաբանները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտ թերևս չեն կանխատեսում։ Այն կշարունակվի եւս մի քանի ամիս։ Մինչև պատերազմի հանգուցալուծումը թեժ մարտերն ավելի են ընդլայնում աշխարհագրությունը, արդյունքում զոհեր ու ավերածություններ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։